ցիտրուսային նոտաներով բարձր, անչափահաս և գեղեցիկ կուլիչներ ընդամենը 20 րոպեի ընթացքում։ Այս բաղադրատոմսով կուլիչները շատ հեշտ են պատրաստվում և խմորը հունցելու անհրաժեշտություն չկա։ Բաղադրիչները խառնեցինք, լցրեցինք ձևամանների մեջ և թխեցինք։ Նախ ակտիվացնում ենք սոդան, լցնում ենք սենյակային ջերմաստիճանի մածունի վրա և մի լավ խառնում ենք։ Թրջում ենք չամիչը, առանձին տարայի մեջ խառնում ենք ձուն, շաքարավազը և վանիլինը։ 2-ից 3 րոպե հարելուց հետո ավելացնում ենք նարնջի հյութը, նարնջի քերուկը, մածունը սոդայի հետ միասին և հալեցրած կարագը։ Բաղադրատոմսի մեջ օգտագործվող բոլոր բաղադրիչների ճշգրիտ չափաբաժինները կգտնեք նկարագրությունների բաժնում։ Թաց բաղադրիչները միացնելուց հետո պարտադիր մաղելով ավելացնում ենք ալյուրը։ Չամիչը ջրքամում ենք, վրան ավելացնում ենք ալյուր, մի լավ խառնում ենք, որպեսզի բոլոր հատիկները ալրապատվեն, այնուհետև ավելացնում ենք խմորի մեջ։ Կուլիչները թխում ենք անմիջապես, վերցնում ենք թղթե ձևամաններ և մի փոքր բուսայուղ ենք քսում։ Կարելի է թխել ինչպես սիլիկոնե, այնպես էլ թղթե ձևամանների մեջ, վերցրեք այն, ինչ կա ձեռքի տակ։ Դնում ենք նախապես 180 աշճան տաք հացված ջեռոցը, թխվում են 40-ից 45 րոպեի ընթացքում, կախված է ջեռոցի հզորությունից։ Գեղեցիկ զարդարում ենք և մատուցում, ուրախ զատիկ բոլորիդ։ Իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել իմ ալիքին, քանի որ իմ խոհանոցում ամեն ինչ շատ պարզ և հեշտ է։ Առայժմ